Երբ Միացյալ Նահանգների նախագահը խաղաղության գործարք է ստորագրում որպես վկա, Միացյալ Նահանգները չի դառնում պայմանագրի կողմ եւ ստորագրությամբ ավտոմատ իրավական պարտավորություն չի ստանձնում, բայց Միացյալ Նահանգներն իր հեղինակությունն ու քաղաքական կապիտալը կապում է գործընթացի հետ եւ ազդարարում, որ կատարումը պահելու է միջազգային օրակարգում։ Այդպես է եղել օրինակ 78-ին Քեմփ Դեյվիդի համաձայնությունների, 79-ին Եգիպտոս-Իսրայել խաղաղության, 94-ին Իսրայել-Հորդանան, 95-ին Դեյթոնի եւ 2020-ին Աբրահամյան համաձայնագրերի դեպքում։ Վկայի ստորագրությունը անվտանգության երաշխիք չէ, երաշխիքը լինում է միայն այն ժամանակ, երբ կան պարտավորեցնող մեխանիզմներ, մոնիթորինգ, լրացուցիչ փաստաթղթեր, հստակ օգնության եւ զսպման լծակներ։ Միացյալ Նահանգների խաղաղության փաստաթղթի որևէ գործարքի տակ վկայի կարգավիճակով դրված ստորագրությունը իրական քաղաքական իմաստով հաճախ ավելի մեծ անվտանգության գործոն է, քան մեր դեպքում օրինակ Ռուսաստանի թղթով ստորագրությամբ տրված երաշխիքները, որտեղ Ռուսաստանը ոչ միայն չկատարեց մեր դեպքում իր անմիջական պարտավորությունները, որոնց տակ իր ստորագրությունն է, այլև տարիներ շարունակ Հայաստանի հակառակորդին վաճառեց շուրջ 10 միլիարդ դոլարի հարձակողական զենք, լիովին գիտակցելով, որ այդ զինանոցն ուղղվելու է Արցախի եւ Հայաստանի դեմ։ Հայաստանի անվտանգության իրական երաշխիքները մեր գործողություններն են՝ էներգետիկ անկախություն, բանակի արդիականացում, պրոֆեսիոնալացում ու սպառազինության բազմազանեցում, սահմանների ժամանակակից վերահսկողություն, ռազմարդյունաբերություն, ուժեղ դատական եւ հակակոռուպցիոն համակարգ, դիմակայուն տնտեսություն։ Եվ այո, Եվրամիության անդամակցության հայտը եւ դրանից բխող բոլոր քայլերը նույնպես անվտանգության երաշխիք են, որտեղ դա ընտրություն է մտնել իրավունքի եւ գործընկերության համակարգ։ Իսկ երաշխիքների այն մոդելը, որի միջով Հայաստանը եւ Արցախը անցել են, մենք չպետք է կրկնենք։ Երբ Հայաստանի անվտանգությունն էր թիրախում, ռուսական դաշնակցային թղթերը լուռ հետևում էին։ Մեզ պետք են ոչ թե խոստումներ, այլ մեխանիզմներ եւ ուժեղ պետություն։